Փառք Աստծուն։ Ինձ համար իրականում պատիվ այսօր այստեղ լինել, Աստծո խոսքով ծառայել ձեզ։ Ինչպես որ Հովիվ Լևոնը ասաց, իրականում մենք շատ լավ ընկերներ ենք, իրար հետ երկար ճանապարհ ենք անցել։ Եվ գիտես, ուզում եմ երեք ասեմ, որ հրաշալի ծառայություն ունեցանք Աբովյան քաղաքում, ովքեր էին ներկա։ Մի քանիսը ներկա էին ծառայությանը եւ գիտես հրաշալի եկեղեցի եք բարձրացնում։ Ես գիտեմ, որ հիմա այստեղի այս վայրի եկեղեցին, մյուս եկեղեցուն բարձրացնում է, օգնում է եւ գիտեք, ես եթե փորձեմ նկարագրել ձեր հովին երկու խոսքով կարող եմ ասել, որ ձեր հովիվներին նրանք մարդիկ են, ովքեր Աստծո համար վազում են, ովքեր Աստծո համար պատրաստ են, անկախ տարիքից, ու ես գիտես նայում եմ ասում շատ հովիվների համար, շատ եկեղեցիների համար նրանք օրինակ են, ամեն, ու դրա համար փառք Աստծուն, որ նման հովիվներ ունեք, ում ոտքերը վազում է Աստծուն ծառայելու համար, ամեն, Աստված շատ օրհնի ձեզ, մենք ձեզ շատ սիրում ենք, գնահատում ենք, որ դուք մեր կողքն եք, ծառայում եք եւ գիտես այնքան լավ է, երբ որ քո դու սենց ուղղակի վստահ ես, որ այս տարածքում եկեղեցի կա, հրաշալի ձևի առաջ է գնում, բարձրանում է Տերն էլ իր գործն է անում, ամեն այս տարածքում եւ այս տարածքներում ես գիտեմ որ իրենց սրտում կա մեծ տեսիլք եւ ինչպես որ մեր եղբայրը զոհաբերության խոսքի ժամանակ ասեց որ մեր հովի սրտում կա տեսիլք ավելի լայնանալու եկեղեցիներ բարձրանալու տարածքը ավելի լայնացնելու եւ գիտես դա հիասքանչ է լինել նման հովի կողք ամեն եւ ես գիտեմ գիտես այսօր խոսելու եմ մի եկեղեցուն ում որ ես երեք դա նորից դա ասեցի եւ ուզում եմ հիմա էլ նորից ասեմ ես գտնվում եմ հիմա մի եկեղեցում լավ գիտեմ որ ես մի եկեղեցում եմ, որտեղ որ հովիվը հանգիստ չի տալիս մարդկանց։ Ու դա լավ է, ամեն, դու ուրախ ես, որ այդպես է, որ ուղղակի հովիվը չի ասում, դե լավ, դե ոչինչ, մարդիկ ուղղակի նստած կքնեն, դե ես էլ իմ ծառայությունը կանեմ, Աստված էլ իր գործը կանի, ոչ։ Ես գիտեմ ձեր հովիվը մարդ է, որ հանգիստ չի թողում ոչ մեկին, ձեզ, միայն ձեզ չէ, մեզ էլ հանգիստ չի թողում։ Ու դա հիասքանչ է, ամեն, որ նման մարդ կա եւ նման մարդու հետ դու ծառայում ես, որ հովություն անում քեզ, գիտես, դա հիասքանչ է, ամեն, դրա համար սիրելիներ ձեր բախտը բերել է։ Ամեն, փառք Աստծուն ձեզ համար, Տերը շատ օրհնի ու այն ամեն ինչ որ կա ձեր սրտում ծառայելու համար թող որ Տերը իրականացնի։ Ամեն, փառք Հիսուսին, սիրելիներս երեք հրաշալի ծառայություն ունեցանք Աբովյանի կյանքի խոսք եկեղեցում եւ գիտես ես երեք խոսում էի երազանքների մասին, չիրականացված երազանքների մասին, որ երազանքները Աստծուց են, Աստված է դնում մեր սրտում եւ Աստված ուզում է որ մենք հասնենք այդ երազանքներին իր խոսքի համաձայն իր կամքի մեջ լինելով։ Եվ գիտես, այո շատ լավ որ ունեցանք, բայց այսօր ես դրա մասին չեմ խոսելու։ Դուք կարող եք on-line դիտել, որովհետև նկարահանվել է, բայց այսօր ես մի թեմայի մասին եմ ուզում խոսել, որը որ Աստված, ես աղոթում եմ ինչի մասին խոսեմ ու Աստված հստակ ինձ ասեց, որ ուզում եմ խոսես այս թեմայի մասին։ Գիտես, երբ որ դու գնում ես որևիցե մի եկեղեցի ծառայելու, դու աղոթում ես Աստծուն ինչի մասին խոսեմ, միգուցե մի խոսք ես վերցնում, աղոթում ես կամ մի խոսք կա այդ ժամանակում, այդ խոսքը քո ներսում վառվում է, դու դրա մասին ես խոսում, բայց գիտես այս խոսքը, որի մասին որ ես այսօր ձեզ հետ խոսելու եմ, ուզում եմ որ գիտես կողքինիդ ասես շատ ուշադիր եղի, որտեղ խոսքը քո մասին է։ Այն շատ կարևոր խոսք է, որովհետև ես գիտեմ այն շինություն կտա ձեր եկեղեցուն, ամեն, եւ գիտես խոսքը վերնագրել եմ այսպես, Աստծո անկատար նվերը։ Եվ գիտես Աստված շատ նվերներ ունի։ Ես ասեմ, որ այս խոսքը ես քարոզել եմ Երևանի կյանքի խոսք եկեղեցում, մեր Երևանի եկեղեցում եմ քարոզել, եւ գիտես պատրաստում եմ մեկ այլ խոսք պատրաստեի ձեր եկեղեցու համար։ Ու հանկարծ Աստված ուղղակի ասեց, ես ուզում եմ, որ այս խոսքը բերես իմ եկեղեցի։ Եվ դրա համար այսօր ես ուզում եմ համարձակությամբ Աստծո խոսքը խոսել քո կյանքի մեջ։ Եվ խոսել, որ գիտես Աստված շատ նվերներ է մեզ արել։ Մեր կյանքում Աստված շատ նվերներ է արել։ Գիտես մեկ անգամ խոսում էի մի ընտանիքի հետ եւ այդ ընտանիքի հայրը իրանք երկար ժամանակ երեխա չէին ունենում եւ ընտանիքի հայրը գիտես բերեցին իրաց փոքր երեխային եւ ասեցին գիտես Աստծուց մեզ նվեր է։ Մենք երկար ժամանակ աղոթում էինք երեխա չէինք ունենում, բայց Աստված մեզ նվեր արեց, օրհնեց։ Եվ գիտես Աստված շատ նվերներ է արել։ Գիտես առաջի հայացքից դու նայում ու ասում ես, եթե Աստված նվեր է արել, ապա այն չի կարող անկատար լինել։ Որտեւ Աստծո բոլոր նվերները կատարյալ են։ Աստված ուղղակի տենց ինչ որ մի նվեր չի անի, որ
այդքան էլ լավը չլինի կամ այդքան էլ կատարյալ չլինի։ Բայց մենք մի քիչ առաջ գնանք եւ կտեսնենք, գիտես, ուզում եմ Աստծո կատարյալ նվերներից սկսել։ Օրինակ, մեր փրկությունը։ Գիտես, Աստված մեզ նվիրեց մեր փրկությունը։ Մենք ոչինչ չարեցինք, Աստծո խոսքը ասում է մենք չենք կարող ինչ-որ կերպ վաստակել մեր փրկությունը։ Դա Աստծուց նվեր էր եւ գիտես այդ նվերը կիսատ չէր։ Աստված չասեց ես ուղղակի մի փոքր կիսատ նվեր եմ անում եւ թողում եմ մյուս մասը դուք վաստակեք ձեր փրկությունը։ Ոչ, Աստծո խոսքն ասում է երբ որ դու քո սրտով հավատում ես եւ շուրթերով դավանում ես այդ պայից սկսված դու փրկված ես։ Այո, ժամանակի ընթացքում, մեր կյանքի ընթացքում ես կարող եմ այս խոսքերն ասել։ Այո, մենք փրկված ենք, մենք փրկվում ենք, մեր կյանքի ամեն օրը մենք մեր ընթացքն ենք անցնում եւ կգա մի ժամանակ, որ այդ ակտը կատարյալ կլինի։ Մենք կլինենք ամբողջությամբ փրկված եւ կլինենք Տիրոջ հետ։ Ամեն։ Ես ուզում եմ այդտեղ Աստծո խոսքից կարդալ։ Դա գրված է Կողոսացիս առաջի գլխի 12-րդ խոսքից։ Եվ գոհություն տանք Հորը, որ մեզ արժանացրեց։ Սա շատ հետաքրքիր խոսք է։ Կողոսացիս առաջի գլուխ 12-րդ խոսքից։ Սա նշանակում է, որ մենք արժանի չենք, բայց Աստված մեզ նվեր արեց, որ արժանացրեց մասնակից լինելու սուրբերի վիճակին լույսում, որ փրկեց մեզ խավար իշխանությունից եւ փոխադրեց մեզ իր սիրելի որդու արքայության մեջ, որի ձեռով ունենք փրկություն, նրա արյունով մեղքերի թողություն։ Ուրեմն սա մի նվեր է, սա մի կատարյալ նվեր է, որ Աստված նվիրեց մեզ, որ ինչպես խոսքն ասում է, մենք արժանի չենք սրբությունը վաստակելու, բայց Աստված նվիրեց մեզ։ Հաջորդը որդեգրությունը, որ նույնպես Աստծո խոսքը ասում է, մենք օտարացած զատված էինք։ Մենք մեր մտքի կամքն էինք կատարում եւ բնությամբ բարկության զավակներ էինք, բայց Աստված մեզ որդեգրեց, որ մենք օտար եւ պանդուխտ էինք այս աշխարհում։ Սա նույնպես սիրելիս կատարյալ նվեր է։ Այնպես չի, որ Աստված որդեգրության մի մասը մեր կյանքում արեց եւ ասեց ես թողում եմ, որ մյուսը դու վաստակես։ Երբեմն ես տեսնում եմ քրիստոնյաների հավատացյալների, որ փորձում են Աստծո առաջ իրենց ծառայությունով որդեգրությունը վաստակեն, բայց դա այդպես չի, մենք չենք կարող ինչ-որ բան անել, որ մենք դառնանք Աստծո զավակներ։ Աստված մեզ նվեր արեց, Աստված մեզ ուղղակի ասեց ես ուզում եմ, որ դուք իմ զավակները լինեք, ես ձեզ որդեգրում եմ իմ որդու թափած արյան շնորհիվ։ Ուրեմն սիրելիներս, սա նույնպես կատարյալ նվեր է Աստծուց մեզ, որդեգրությունը։ Հաջորդը ուրախությունը սիրելիս։ Գիտես, այսօր աշխարհը ուրախություն չունի։ Նայում ես այսօր աշխարհին, գիտես, այս աշխարհը ուրախության կարիք ունի, բայց տեսեք Հիսուսը ինչ ասում իր խոսքում։ Հովհաննես ավետարան 17:13 Բայց հիմա ես քեզ մոտ եմ գալիս եւ այս բանը խոսում եմ աշխարհում, որ իմ ուրախությունը կատարյալ ունենան իրենց սրտերում։ Սիրելիներս, Տերն ասում է, Հիսուսը աղոթում է, սա Հովհաննեսի ավետարանի 17-րդ գլխի Հիսուսի աղոթքն է, երբ որ աղոթում էր Հորը եւ ասում է ես խնդրում եմ, որ ուրախությունը ոչ թե կիսատ, ուրախությունը ոչ թե իրավիճակից ելնելով, ուրախությունը ոչ թե տնտեսական պայմաններից ելնելով, նյութականից ելնելով, այլ ասում է ես խնդրում եմ այնպես արա, որ այն ուրախությունը, որ կա կատարյալ իրենց սրտերում ունենան, որովհետև կարևոր է, որ մենք մեր սրտում ուրախություն ունենանք, սիրելիներս, որ դա կախված չլինի իրավիճակից, կախված չլինի ժամանակից, այս տարի, տեսնես, այս տարի ես ուրախ կլինեմ, թե չէ, եղանակը ամպում է, ամպա լինում, մեկ է մենք մտածում ենք, որ, չէ, ուրախությունս գնաց, ձուն է գալու, այդպես չի, կամ օրվա ժամ, եկավ երեկվան ժամ, ուրախությունս գնաց, այդպես չի, Աստծո խոսքն ասում է, ես ուզում եմ, որ այդ ուրախությունը իմ ժողովուրդը կատարյալ ունենան, իսկ սա մեզանից չի, սա Աստծուց նվեր է մեր կյանքի համար, այդ ուրախությունը, եւ դրա համար շատ կարևոր է, որ ես գնահատեմ, որովհետև կարող եմ ես չգնահատել այդ նվերները,
որ իմ կյանքում ես ունեմ։ Գիտես, մեկ անգամ մի քրիստոնյա հետ խոսում է եւ ասում էր, ես Աստված ինձ ինչ ա տվել, որ ոչ մի բան չունեմ, իմ ուզած բաները, որ ես կուզենայի սա լիներ, մյուսը լիներ, բայց այդ ուրախությունը կատարյալ Աստված տվել է մեզ եւ մենք որպես Աստծո ժողովուրդ պետք է գնահատենք այդ ուրախությունը։ Հաջորդը խաղաղությունը։ Այսօր աշխարհը կորցրել է խաղաղությունը։ Ասում է կլսեք տարբեր լուրեր, պատերազմներ, մեկը մյուսը, բայց խաղաղություն եմ թողում ձեզ։ Իմ խաղաղությունը, ոչ թե այն խաղաղությունը, որ այս աշխարհն է տալիս, որովհետև այն խաղաղությունը, որ այս աշխարհն է տալիս, այն շատ հեշտ կվերցնի, բայց ասում է ես իմ խաղաղությունն եմ եւ դա կատարյալ է։ Ես չեմ կարող ինչ-որ բան անել Աստծո խաղաղությունը ունենալու։ Այս աշխարհը չգիտի այդ ուրախության ու խաղաղության մասին։ Այս աշխարհի ուրախությունն ու խաղաղությունը ժամանակավոր է, բայց այն խաղաղությունն ու ուրախությունը, որ Աստված է մեզ տալիս, այն հավիտենական է, այն միշտ մեզ հետ կլինի, ու դա գնահատելի է, ու գիտես մենք կարող ենք ասել Տեր, փառք քեզ, որ ես խաղաղություն ունեմ, անկախ իրավիճակից, անկախ ամեն մի պայմաններից, հանգամանքներից, քո խաղաղությունը ես ունեմ։ Սա նույնպես կատարյալ նվեր է մեզ։ Ամեն։ Հաջորդ նվերը, սիրելիներս, Տիրոջ խոսքը։ Այսպես կարող եմ ես շատ թվարկել կատարյալ նվեր մեզ, Սուրբ Հոգու ներկայությունը, Աստծո խոսքն ասում է, Սուրբ Հոգին կգա եւ ձեզ հետ կլինի, նա ձեզ կսովորեցնի, դա նույնպես Սուրբ Հոգին, երբ որ ես ընդունում եմ Աստծուց իմ կյանքի մեջ, այն կատարյալ նվեր է իմ կյանքի մեջ, իմ կյանքի համար, եւ այսպես մենք կարող ենք շատ բաներ թվարկել, որ Աստծուց ունենք կատարյալ նվեր մեր կյանքի մեջ։ Բայց կա մի նվեր, որ քանի որ ինքը կատարյալ չի, ես տեսնում եմ հովվական ծառայության մեջ, շատերը այն չեն գնահատում, որովհետև ինքը կատարյալ չի։ Եվ դու կմտածես, հետաքրքիր է, Աստված ինչ նվեր է ինձ արել, որ դա կատարյալ չի։ Ես ուզում եմ ասել, սիրելիս, դա եկեղեցին է, որ Աստված ինձ նվիրեց։ Դա եկեղեցին է, որ Աստված ինձ փրկեց եւ ուղղակի չասեց, ես քեզ փրկում եմ, ես քեզ տալիս եմ այս կատարյալ նվերները, գնա քո քաղաքում, քո գյուղում, քո տանը, գնա ու ապրի։ Ոչ, ասեց, ես ուզում եմ մի նվեր տամ քեզ, որի համար իմ որդին եկավ այս աշխարհ, խաչվեց, մահացավ ու հարություն առավ։ Հիսուսն ասում է, ես եկեղեցու համար դնում եմ իմ անձը։ Իսկ եկեղեցին անկատար է։ Դուք ասես, ինչպես եկեղեցին ոնց կարող է անկատար լինել։ Գիտես, ես մեկ անգամ մեկի հետ խոսում եմ, ասում եմ, դե գիտես, եկեղեցին այդքան էլ կատարյալ չի, եւ գիտես, մարդիկ մտածում են, երբ որ դու ասում ես եկեղեցի, դու ի նկատի ունես գմբեթ, դու ի նկատի ունես քարե շինություն, դու ի նկատի ունես տաճար կամ դահլիճ։ Գնում ենք եկեղեցի, դահլիճ, ոչ։ Այո, մենք այս բառերը օգտագործում ենք, գործածում ենք մեր առօրյա խոսակցականի մեջ, բայց եկեղեցին դա մարդկանց հավաքույթն է։ Եկեղեցին դա նա է, երբ որ մարդիկ իրար հետ հավաքվում են, Աստծո խոսքը ասում է, որտեղ երկուսը երեքը իմ անունով կհավաքվեն, ես նրանց հետ եւ նրանց մեջ կլինեմ։ Իսկ եթե եկեղեցին մարդիկ են, եթե ես եկեղեցում եմ, արդեն եկեղեցին չի կարող կատարյալ լինել։ Եթե դու եկեղեցում ես, ուզում եմ քեզ բարի լուր ասեմ։ Հիշու եք սկզբից ասեցի ես, որ ուզում եմ քեզ խոսք ասել Աստծուց այսօր։ Եվ գիտես, շատ անգամ մարդիկ եկեղեցի գալիս են, ակնկալում են, որ եկեղեցում իրանք կատարելություն են տեսնելու։ Մարդիկ գալիս են եկեղեցի եւ գիտես, երբ որ չեն տեսնում, որ կատարելություն է, երբ որ տեսնում են թերություններ եկեղեցում, շատ մարդկանց հետ եմ խոսել, որ ուղղակի մարդ ասում է, դե լավ, եթե տենց է եկեղեցին, եթե մարդիկ տենց են, ես կգամ եկեղեցի, կգնամ վերջում կնստեմ, ու ոչ մի բանի չեմ խառնվի։ Կամ ես կմնամ իմ տանը ու չեմ գնա եկեղեցի, որտեղ եկեղեցին կատարյալ չի։ Դրանով չեն գնահատում այն նվերը, որ Աստծուց կա։ Ուզում եմ մի պատմություն պատմել աշխարհահռչակ նկարիչ Հովհաննես Այվազովսկու կյանքից։ Գիտես,
Դու գիտեք Այվազովսկուն, ծովանկարիչ, աշխարհահռչակ։ Մեկ անգամ Հովհաննես Այվազովսկու բարեկամը պետք է իր աղջկան ամուսնացներ եւ աղքատ էին ապրում։ Բարեկամները, հարազատները, ընկերները, հարևանները խորհուրդ են տալիս եւ ասում են, գիտես, քո բարեկամ Հովհաննես Այվազովսկին աշխարհահռչակ մարդ է։ Գնա իրանից մի փոքր գումար ուզի քո աղջկան ամուսնացնելու, պատշաճ կերպով աղջկատ ամուսնացնելու համար։ Եվ գիտես, այս մարդը վերցնում է իր աղջկան եւ գնում է Եդեսիա, Հովհաննես Այվազովսկու տուն։ Գիտես, գնում է, հանդիպում են, Հովհաննես Այվազովսկին ընդունում է եւ ասում է, գիտես, ես քո մոտ մի հարցով եմ եկել։ Աղջկաս ուզում եմ ամուսնացնել, բայց պատշաճ գումար չկա, որ կարողանամ, գումար չկա, որ պատշաճ կերպով աղջկաս ամուսնացնեմ։ Եվ գիտես, երկար զրուցում են եւ Հովհաննես Այվազովսկին մտնում է սենյակ եւ մի փոքր մանյակ նվեր վերցնում է եւ ասում է, սա ուզում եմ նվիրել ձեր աղջկան ամուսնության առթիվ։ Եվ գիտես, այս բարեկամը նայում այս փոքրիկ նվերին ու ասում է, այսպես հարուստ մարդ, աշխարհահռչակ, միգուցե եթե նույնիսկ գումար չտար, գոնե մի նկար տար ինձ, ասեր այս նկարը տալիս եմ կվաճառես եւ այդ գումարով այն հոգսը որ ունես կլուծես։ Եվ հիասթափված դուրս է գալիս, աղջկան վերցնում է, դուրս է գալի, վերադառնում է իր հայրենիք, հիասթափված եւ ասում է, ես իզուր գնացի, որտեվ ես ակնկալիք ունեի, որ ինչ որ բանով ինձ կօգնի, բայց ցավոք սրտի ինձ չօգնեց Հովհաննեսը։ Եվ գիտես, աղջկան ամուսնացնում, անցնում են տարիներ, եւ այդ վայրում, որտեղ որ այդ մարդը ապրում է, գալիս է մի մարդ, ով թանկարժեք իրեր է գնահատում։ Եվ հանկարծ նկատում է, որ այդ իր աղջիկը կրում է այդ զարդը եւ ասում է, սա քեզ որտեղից։ Եվ ասում է, ինձ իմ հեռավոր բարեկամն է նվիրել։ Ասում է, դու գիտես իր արժեքը։ Եվ ասում է, ոչ, ես տարիներ շարունակ այն կրել եմ եւ չգիտեմ իր արժեքը։ Եվ ասում է, դու գիտես, որ այն շատ թանկ արժե։ Եվ գիտես, հետո հոր հետ խոսելով այն վաճառում են։ Սիրելի, սա իրական պատմություն է։ Այն վաճառում են եւ գիտես, հայրը ամաչում է եւ ասում է, լսի, փաստորեն Հովհաննես Այվազովսկին ինձ այսպես թանկ նվեր է արել եւ ես սրա մասին չեմ իմացել ու չեմ գնահատել։ Եվ գիտես, վերցնում է եւ ասում է, ես պետքա վերադառնամ Եդեսիա, անպայման այդ մարդուն տեսնեմ ու ասեմ, կներես, ես անարգել եմ քո նվերը, դու ինձ շատ թանկ նվեր ես տվել, բայց ես չեմ գնահատել, ես բացասական բաներ էի խոսում քո մասին։ Եվ գիտես, վերադառնում է Եդեսիա եւ իմանում է, որ Հովհաննես Այվազովսկին մահացել է։ Գիտես, ինքը իրան շատ վատ է զգում։ Եվ հետո պարզում է, որ Հովհաննես Այվազովսկին, որտեղ որ ապրել է, ուզում են այդ տունը տուն թանգարան դարձնեն, արից ինքը գումար է հատկացնում այդ տունն վերանորոգելու համար։ Ինչի եմ պատմում, սիրելիս, այս պատմությունը։ Գիտես, որովհետև դու կարող ես գալ եկեղեցի, կարող ես շփվել քույր եղբայրների հետ, կարող ես շփվել ծառայողների հետ ու բացասական բաներ տեսնես։ Ես այսօր այստեղ չեմ նրա համար, որ ինչ-որ մեկին պաշտպանեմ։ Ես այսօր նրա համար չեմ, որ ինչ-որ մեկին բարձրացնեմ։ Ես այսօր այստեղ եմ, սիրելիս, բարձրացնեմ եկեղեցին եւ ասեմ, որ այն շատ կարեւոր է, այն Աստծուց նվեր է, այո, այն անկատար է, բայց այն օրհնություն է ինձ համար, այն օրհնություն է իմ ընտանիքի համար, այն օրհնություն է իմ երեխաների համար։ Գիտես, տարիներ շարունակ մենք աղոթում ենք եկեղեցին, որ ավելի առաջ գնա։ Ես չեմ խոսում, որ եկեղեցին պետքա ոնց կա տենց մնա, ոչ։ Հովիվները աղոթում են, ծառայողները աղոթում են, որ գիտես քննարկումներ մենք շատ անգամ հովվական թիմերով հավաքվում ենք, քննարկումներ ենք ունենում, ոնց անենք, որ այս խնդիրը լուծվի, ոնց անենք, որ այս բացը լրացվի, ոնց անենք, որ այս մարդուն օգնենք, որովհետև մարդը գալիս է աշխարհից անկատար։ Այո, մենք ձգտում ենք կատարելության, այո, մենք ուզում ենք, որ կատարյալ լինի, բայց քանի դեռ մենք այս երկրի վրա ենք, մենք բոլորս կարող ենք ընդունել, որ մենք ունենք թերություններ, մենք բոլորս կարող ենք ընդունել, որ մենք ունենք սխալներ,
Եվ այն գիտես որտեղ ավելի լավ երևում, երբ որ ծառայողները, որտեղ է իմ թերությունները երևում, ով գիտի ամենալավ իմ թերությունները, գիտեք ով, բոլոր նրանք, ովքեր ինձ մտերիմ են, բոլոր այն մարդիկ, ովքեր ինձ մտերիմ են, եւ ինչքան մարդը ինձ մոտենում է, այդ մարդը այնքան կարող է տեսնել իմ թերություններն ու սխալները, բայց դա չի նշանակում, որ այդ մարդը պետք է ուղղակի հիասթափվի, որ այդ մարդը պետք է ուղղակի ասի եկեղեցին կատարյալ չի, ինչ-որ անուն դնի, ոչ, գիտես, երբ որ հովիվ ինձ ընդունում է ծառայության մեջ, երբ որ հովիվ ինձ կանչում է ծառայության մեջ, 100% համոզված է, որ ես սխալվելու եմ, 100% համոզված է, որ ես սխալվելու եմ իմ ծառայության մեջ, բայց մենք, գիտես, Աստծո խոսքը ասում է խաղաղություն անելով, իրար հետ հարմարվելով, Աստծո եկեղեցին ամրանում է եւ բարձրանում է։ Դրա համար գիտես, երբ որ դու գալիս ես եկեղեցի, գիտես, երբ որ դու տեսնում ես թերություններ, դու չես կարող ասել, որ դե եկեղեցին կատարյալ չի։ Դրա համար էլ այս բաներն է, ինչա, ես չգիտեմ, կարող ձեր եկեղեցու մասին չեմ ասում, բայց գիտես, ուր է հովիվը նայում, բայ ինչի հովիվը չի, այս մյուսը անում, այս մյուս, ինչի, գիտես, իսկ հովիվը ուղղակի համբերատար, դրա համար էլ Աստված հատուկ հովիվներ է ընտրում իր եկեղեցում դնելու, ովքեր որ համբերատար են, ովքեր որ ուղղակի սիրով փորձում են մարդկանց բարձրացնել։ Ամեն։ Դրա համար սիրելիս, եկեղեցին, գիտես, եթե ես խոսեմ եկեղեցու մասին, եկեղեցին իմ կյանքն է, եկեղեցին իմ ընտանիքն է, եկեղեցին, գիտես, ինձ ամեն ինչ տվել է, եկեղեցին ինձ ամեն ինչ սովորեցրել է։ Եվ գիտես, երբ որ դու նայում ես այսօր ծառայողներին եւ ասում ես, լսի, ես ինչ լավ մարդիկ են, ես ինչ լավ, գիտես, բայց այդ մարդիկ տենց չեն եղել։ Եթե ես պատմեմ, երբ որ ես նոր էի գալի եկեղեցի, ինչեր եմ արել եկեղեցում, գիտես, եթե դու լինեիր հովիվը, միգուցե ինձ հանեիր ընդհանրապես ծառայությունից։ Ուզում եք մի քիչ պատմեմ, մարդկանց միշտ հետաքրքիր է, ինչ ես արել եկեղեցում։ Գիտես, եկեղեցում կարգ ու կանոնի ծառայող էի։ Եկել եմ եկեղեցի Սուրբ Հոգով, մկրտվել եմ Աստվածաշնչյան դպրոց, ընդունվել եմ սովորելու եւ ինձ դրել են կարգ ու կանոնի ծառայող։ Ես էլ մասնագիտությամբ զինվորական եմ։ Այստեղ եղբայր ունեմ, իրար հետ ենք ծառայել։ Եվ գիտես, ու ես sense կանգնում էի եւ մարդկանց զինվորականը ոնց պետք է կարգ ու կանոն պահի։ Գիտես, մեր ժամանակ, այդ ժամանակ եկեղեցու դռները փակ էր եւ հենց գալիս էր ժամանակը, որ պետք է եկեղեցու դռները բացում էինք ու մարդիկ մտնում էին ներս։ Իսկ ես գիտեք ինչ էի անում, ես մի տողով շարում էի այդ բոլորին ու ասում էի հələ մեծ շարք մտեք։ Ու ես չէի թողում ինչ-որ մեկը, ինչ-որ հանկարծ շարժվի։ Գիտես, այն հատվածը, որտեղ որ տվել էին ինձ կարգ ու կանոն ապահովելու, հələ մեկը ռիսկ աներ, մի հատ ձայն հաներ։ Հələ չեմ խոսում մեկի հեռախոսը հանկարծ զանգեր։ Իսկ այդ ժամանակ նոր էր հեռախոսները դուրս եկել։ Գիտեք մեկ մի անգամ ինչ եմ արել, ես ոչ մեկի չասեք։ Իմ ծառայությունը բարձրացրեցին եւ ես ավտոկայանատեղում դիմավորում էի հովվին։ Եվ մեքենայի դուռը բացում էի, իր աստվածաշունչը վերցնում էի եւ ուղեկցում էի դահլիճ։ Սա իմ ծառայությունն էր։ Մեկ օր, գիտեք, sense, որ Արարատյան դաշտավայրի օրերից մեկն էր, այո։ Եվ գիտես, ես sense ուրախ ծառայության եմ գնացել եւ հովվին եմ դիմավորում, արդեն այն մյուս ծառայողներ իրանք այնտեղ հələ ծառայում են, բայց իմ ծառայությունը, ես հիմա արդեն հովվին եմ դիմավորում։ Եվ գիտես, անձրև էր եկել ու արև էր դուրս եկել։ Պատկերացեք ինչ գեղեցիկ օր։ Անձրևը գալիս, արևը դուրս է գալիս, գետին ամբողջությամբ թաց էր ու ես հովիվի մեքենան գալիս է, ես գնում եմ հովիվի մեքենայի դուռը բացում եմ, որ դիմավորեմ, հանկարծ այն կողմից մի հատ տղամարդ, չխնամված, մորուքով, մազերը երկար պլաշով, այդ ժամանակ էլ ոչ ոք տենց բան շորեր չէր հագնում։ Ու գիտես, sense վազելով գալիս է դեպի հովիվը ու Արտուր գոռալով։ Ես sense կանգնած եմ ու գիտես, այդ ժամանակ միանգամից իմ մեջ զինվորական արթնացավ։ Ես հասկացա հարձակումը հովվի վրա։
Գիտեք ես ինչ արեցի։ Ես այդ տղամարդուն գրկեցի, բարձրացրեցի ու պարկացրեցի գետին։ Իրան հիշում եք որ ասեցի գետին ամբողջությամբ թացել։ Իրան շրջեցի փորի վրա, ձեռքերը հեռու տարա որ հանկարծ ծակող կտրող գործիք չլինի մոտը ու ձեռքերն են ոլորում։ Ու պատկերացրեք ես ծունկս դրել եմ այդ մարդու մեջքին ու ասես դե դուք պատկերացրեք այդ դիրքը արդեն ու մեկ էլ հովիվ ուսից խփում ասում վահե ջան բաց թող այս մարդուն։ Ու գիտես ես սթափվում եմ, այդ մարդուն բարձրացնում եմ, բայց այդ մարդուց այդ անձրևաջուրն ասես թափվում, գիտես հովիվը մաքրում է, ու գիտես ես ասում եմ վերջ, ինձ մենակ ծառայությունից չէ, ինձ հեսա եկեղեցուց են հանելու։ Դու մի ասա այդ մարդը հովի դասարանին պայմանավորվել էին, որ հովին հանդիպեր, ու ասել էր կգաս ու ինքն էր ավտոկանգառում հեռվում կանգնած սպասում էր, որ հովիվը գա, որ հանդիպեն։ Ու գիտես, ու պատկերացրա, եթե մեր հովիվը բարի չլիներ, ինչ կլիներ ինձ հետ։ Ինչ կանեին ինձ։ Պատկերացնում ես, գիտես որտեվ մենք մեր պատկերացումով ենք գալիս եկեղեցի։ Գիտես շատերը տարիներ շարունակ չեն փոխվում, բայց մեկը եկեղեցիա, մեկը այն օրհնությունն է մեզ համար։ Ամեն, բայց ամենակարևորը գիտես որն է, որ այդ անկատար մարմնի գլուխը Քրիստոսն է։ Այդ անկատար մարմնի գլուխը Քրիստոսն է։ Ես ուզում եմ այդ տեղը կարդալ Աստծո խոսքից։ Հալելույա։ Եփեսացիս 1:22 Եվ ամեն բան հնազանդեցրեց նրան, նրա ոտքերի տակ եւ նրան գլուխ դրեց եկեղեցուն բոլոր բաների վրա։ Սիրելիներս, այո, եկեղեցին անկատար է, բայց մենք ունենք կատարյալ գլուխ, ում որ նմանվում ենք, ում որ ձգտում ենք, ում որ ուզում ենք նմանվել եւ հասնել։ Աստծո խոսքը ասում է հասնենք Քրիստոսի կատարյալ հասակին։ Հաջորդ տեղը սիրելիս Կողոսացիս 1:18 եւ նա մի քանիսին ներողություն եւ նա է մարմնի, այսինքն եկեղեցու գլուխը, որ նա է սկիզբը մեռելների անդրանիկը, որպեսզի ամեն բանի մեջ նա լինի առաջինը։ Գլուխը եկեղեցու դա Քրիստոսն է։ Ամեն։ Գիտես ինչի համար պետք է գանք եկեղեցի։ Ես ուզում եմ այսօր այդ հարցի պատասխանը տալ։ Ինչի եմ ես գալիս եկեղեցի։ Գիտես Աստծո խոսքը ասում է, որ Աստված եկեղեցում դրեց պարգևներ։ Եկեղեցու շինության, սուրբերի կատարելության համար, որ ամենքս իրար հետ միասին հասնենք Քրիստոսի կատարյալ հասակի չափին։ Ուրեմն Աստված եկեղեցում դրեց պարգևներ։ Այստեղ չկա մարդ, ով պարգև չունենա։ Բայց այստեղ կան մարդիկ, ովքեր իրենց պարգևով չեն ծառայում։ Աստված բոլոր պարգևները չդրեց մեկի մեջ։ Աստված բաժանեց պարգևները եւ ամեն մեկից տվեց պարգևներ։ Ինչի համար։ Եկեղեցու շինության համար, որ եկեղեցին շինություն ստանա, այսինքն սա նշանակում է, որ երբ որ պարգևը ծառայում է, եկեղեցին շինություն է ստանում։ Հիմա, սիրելիս, ես ծառայում եմ իմ պարգևով, որ եկեղեցին շինություն ստանա, մյուս պարգևը ծառայում է իր պարգևով եկեղեցու շինության համար։ Սա նշանակում է, երբ որ ես գալիս եմ եկեղեցի, երբ որ ես իմ ընտանիքը բերում եմ եկեղեցի, ես մի բան եմ հասկանում, որ ես ու իմ ընտանիքը շինություն ստանանք։ Հաջորդը սուրբերի կատարելության համար, որ սուրբերը գնան դեպի կատարելության։ Պաշտոնի գործի համար։ Հիմա իսկ ի՞նչ է տեղի ունենում, եթե պարգևը չի ծառայում։ Ինչ է տեղի ունենում, եթե պարգևը թաքցնում է իր պարգևը եւ չի ծառայում։ Այո, գիտես, ես պարգևով հովիվ եմ, ես հովվական ծառայության մեջ եմ, ես ծառայում եմ, բայց այնպես չէր, որ երբ որ ինձ ասեցին, աղոթեցին ու ասեցին, գիտես դու պարգևով հովիվ ես, միանգամից մտա իմ հովվական պարգևի մեջ։ Ոչ, ես դες ասեցի, միգուցե դու պարգևով հովիվ ես, բայց նման բաներ է դեռ տեղի ունենում հետդ։
Ես այս փոքր բաներ պատմեցի իմ ծառայությունից ու իմ կյանքից։ Բայց ինչ եմ ուզում այսօր քեզ փոխանցել։ Եթե դու չես ծառայում, եկեղեցին թերի է լինում, որովհետև Աստված պարգևները բոլորի մեջ մի հոգու մեջ չի դրել, այն դրել է բոլորի մեջ։ Եվ այդ պարգևների մասին խոսելով ասում է, որ Աստված եկեղեցում դրեց հովիվներ, ուսուցիչներ, ավետարանիչներ, մարգարեներ, առաքյալներ, ինչի համար, որ մենք իրար հետ միասին շինություն ստանանք։ Դու հայտնություն ստանում ես։ Ուրեմն, բայց եթե ես պարգևից նեղացած եմ ու ես անարգում եմ պարգևին, ես ինչ ես կարծում, ես պարգևից շինություն կստանամ։ Աշխարհիկ օրինակ եմ ուզում բերել։ Եթե դու քո հարևանից խռոված ես, հարևանդ ինչքան է լավ բան անի, քո աչքին է երևում, չի երևում։ Աշխարհիկ մարդիկ։ Երբ որ դու բաց ես պարգևի համար, պարգևից դու օգտվում ես, բայց երբ որ դու անարգում ես պարգևը, դու այդ պարգևից չես կարողանում օգտվել։ Պատկերացրեք մի ծառայող, ով պարգև ունի, եւ հովիվը հանձնարարում է, որ այդ ծառայողը ծառայի իր պարգևով։ Բայց գիտես, մեկը, որ այդ պարգևը չի գնահատում, անարգում այդ պարգևը, ինչ ես կարծում, ինքը խոսք կստանա, թե չէ։ Ես հիշում եմ պատվի վարձ գիրքը Ջոն Բիվերի, որ Ջոն Բիվերը պատմում էր իր հովի մասին եւ ասում էր, որ գիտես ես գնում էի ծառայության եւ նստում էի իմ հովից, ոչ մի բան չէի ստանում, որովհետեւ իր սրտում անարգանք էր եկել։ Բայց երբ որ ասում է, երբ որ անցավ ժամանակ, ես ապաշխարեցի եւ իմ սիրտը ուղղեցի, ամեն մի խոսք իմ համար հայտնություն էր։ Դուք հասկանում եք ինչի մասին եմ խոսում։ Դրա համար թանկագինս, ես համոզված եմ, որ այս խոսքը այսօր մեզ պետք է, որտեվ համոզված եմ, աղոթել եմ ու լսել եմ Աստծուց, որ եկեղեցին դա Աստծո անկատար մարմինն է, այո, բայց այն օրհնություն է ինձ համար։ Ու եթե ես գնահատում եմ պարգևներին, այդ պարգևներից է ես օրհնվում եմ։ Մի անգամ տարիներ առաջ էր, մենք մի հատ շենք էինք գնել գյուղերից մեկի համար եւ այդ շենքի պատը պետքա վերանորոգվեր։ Եվ մենք մտածում ենք ում խնդրենք, որ այդ պատը վերանորոգեն, եւ մեր տղաները ասեցին, որ մի հատ տղա կա, հավատացյալ է, լավ տղա է, ինքը օրհնված լինի, համ ինքը կօրհնվի, համ մենք կանչենք իրան, թող ինքը այդ պատը վերանորոգի։ Եվ գիտես մենք կանչեցինք, այդ տղան եկավ, գիտես պատը վերանորոգեց, եւ գիտես երբ որ ես գնացի այդ վերջնական աշխատանքը տեսնեմ, ես չեմ եղել եւ չեմ տեսել Պիզայի աշտարակը, բայց նկարներով եմ տեսել, այդպես էր, սենց, այդ պատը։ Ու գիտես մեր տղաները բորբոքված, ախր Աստծո տունն է կառուցում, ախր Աստծո շինությունն է, ինչ ձև արեք, գնանք, հանդիմանենք, գնանք, խոսենք, գումարը չտանք կամ կեսը տանք, ուրիշ վարպետ կանչենք։ Գիտես ես ասացի, լսեք, մարդը ավելի թանկ է, քան պատը։ Մարդը ավելի մենք կարող ենք, այո, մենք ավել գումար կտանք, այո, ինչ որ բան ավել կանենք, բայց մարդը ավելի կարևոր է։ Գիտես, շատ անգամ, գիտեք, երբ ծառայությունների մեջ խնդիրներ առաջանում, երբ որ ծառայողները ինչի են իրար հետ խնդիրներ ունենում, չգնահատելով իրանց պարգևները, այլ ուշադրություն դարձնելով մարդկանց թերությունների վրա։ Բայց չէ որ, եթե այսօր Հիսուսը գա, քո կարծիքով, իր համար որը ավելի կարևոր կլինի, մարդը թե ծառայությունը։ Մարդը, այո, ես չեմ ասում ծառայությունը սխալ է, վատ է, ոչ։ Աստծո խոսքը ասում է, ով որ թուլությունով Աստծո գործը անում, փչացնողի ընկերն է, ես համաձայն եմ, բայց մարդը ավելի կարևոր է։ Մարդիկ այսօր ինչի են գնում եկեղեցուց, ինչի են մարդիկ ասում եկեղեցում սեր չկա, ինչի, որովհետև տեսնում են ինչ-որ մեկի հետ հարաբերության մեջ մտերմանում են, ինչ-որ խնդիրներ առաջանում ու թողում ու գնում են, ինչու։ Գիտես, տարիներ առաջ ես տնային խմբակի ավագ էի,
Եվ իմ տնային խմբակում մի հատ տղա էր գալիս, երիտասարդ։ Տղամարդկանց տնային խմբակի ավագ էի։ Տղամարդիկ էին գալի եւ մի հատ տղամարդ էր գալիս։ Եվ գիտես, ես իր հետ աշխատում էի, իր ընտանիքի հետ աշխատում էի, եւ գիտես, անցան տարիներ։ Այսօր իմ փոքր տղայի ավագը այդ տղայի տղան է։ Այս է սերնդափոխությունը, այս է եկեղեցին։ Որ ժամանակ կար, որ ես այդ տղայի կյանքում էի ներդրում անում։ Հիմա այդ տղայի տղան իմ փոքր տղայի տնային խմբակի ավագն է։ Եվ իր համար է հոգանում։ Եվ գիտես, իմ տղայի համար այդ տղան հեղինակություն է։ Իր խոսքը լսում է։ Սա է սիրելիս, բայց ես ոչ չգնահատեմ եկեղեցին։ Ոչ չգնահատեմ եկեղեցուն, եկեղեցու անդամներին։ Դրա համար այսօր ուզում եմ, որ քո մոտ մի հատ բան փոխվի, որ երբ որ դու գալիս ես եկեղեցի, դու հասկանաս, որ բոլորը չեն, որ կատարյալ են։ Այնպես չի, որ մարդիկ սենց իդեալական պետքա լինեն։ Ոչ, ամեն մեկը կարա թերություն ունենա։ Ամեն մեկի կյանքում կարա ինչ-որ բան տեղի ունեցած լինի։ Բայց դա չի նշանակում, որ ես պիտի անարգեմ եկեղեցին։ Դա չի նշանակում, ինձ ուշադրություն չդարձրեցին, ես գնացի եկեղեցուց, ինձ չգնահատեցին, իմ պարգևը չգնահատեցին։ Մեկ սիրելիս, եկեղեցին թերություններ ունի, պետք է սա հաշվի առնենք։ Բայց եկեղեցին այդ անկատար նվերը, որը որ Աստծուց իմ կյանքի համար օրհնություն է, գիտես, ես այսօր իրականում կարող եմ ուղիղ անկեղծ կանգնել եւ բոլորին հռչակել ու ասել. եկեղեցին իմ ամենն է։ Այո, թեկուզ ինքը անկատար է, բայց եկեղեցին է ինձ ամեն բան տվել։ Գիտես, եթե եկեղեցին չլիներ, ես չէի լինի լավ ամուսին։ Եթե եկեղեցին չլիներ, ես չէի լինի լավ ծառայող։ Եթե եկեղեցին չլիներ, ես չէի լինի հայր։ Եթե եկեղեցին չլիներ, ես չգիտեմ ով կլինեի։ Դրա համար Տերը գիտի, դրա համար էլ Տերն ասեց, ես ուղղակի չեմ թողում, որ դու ապաշխարես եւ գնաս քո տանը նստես։ Ոչ։ Ես ուզում եմ, որ ամեն մեկը լինի իմ տան մեջ, այդպես ասում Տերը, որ իրար հետ հավաքվելը չթողեք եւ գնահատենք այն, ինչ որ ունենք Տիրոջից։ Ամեն։ Հալելույա։ Առաջի Տիմոթեոս 3:15 Պողոս առաքյալը գրում է Տիմոթեոսին այս խոսքերը. Եթե ուշանամ, գիտես թե ինչպես պիտի Աստծո տան մեջ վարվես, որն է կենդանի Աստծո եկեղեցին, սյուն եւ հաստատություն ճշմարտության։ Գիտեք, ես վերջերս ինչ հասկացա։ Երբ որ շենքը կառուցում են, ես շատ էի լսել այս օրինակը, որ շենքերը կառուցում են սյան վրա, հիմքը, մենք այս դահլիճում էլ կան սյուներ, որ ամբողջ ծանրությունը այս սյունն է իր վրա կրում։ Բայց դու գիտեք, որ բոլոր սյուները հիմքի հետ կապ ունեն։ Հիմքի հետ իրանք առանձնացված չեն, պատերը միգուցե հիմքի հետ կապ չունեն, հիմքի հետ կապ ունեն սյուները։ Դրա համար երբ որ շենք են կառուցում, սկզբից այդ սյուները հիմքի հետ կապում են, հետո նոր իր վրա կառուցում են, իր վրա ծանրություն են բերում։ Իսկ Տերն ասում է, եկեղեցին սյուն է, ճշմարտության։ Բայց ես ոնց բաց թողեմ այդ սյունը։ Հալելույա։ Բայց եթե խռովել եմ, այս հետաքրքիր բառ է, չէ՞, քրիստոնեական տերմին է, բայց եթե գեղեցիկ sense նուրբ տերմին է, բայց եթե սիրտս խռովել է, ինչ անեմ։ Բայց եթե նեղացրել են ինձ, կարա տենց լինի, կարան մեզ եկեղեցում նեղացնեն։ Գիտեք ինձ քանի անգամ են նեղացրել եկեղեցում։ Բայց լավ, եթե նեղացրել են ինձ, ինչպես վարվեմ, ինչ անեմ։ Ո՞վ է ուզում իմանա ինչ անես։ Ներել, այդպես մեկ ասում է ներել։ Բայց սիրել, այնքան հեշտ է։ Շատ հեշտ է։ Այնքան հեշտ բաներ է, բայց եկեք տեսնենք Աստծո խոսքը ինչ ասում, որտեվ կարևոր է։ Ես հասկանամ, ինչ ասում Տիրոջ խոսքը ինձ։ Եթե ես նեղացել եմ, որտեվ կարա տենց լինի։ Մենք բոլորս ենք ճանապարհ անցնում, մենք բոլորս ենք քննություններ
քննություններ տալի, եկեք քննություններ տանք, գերազանց անցնենք առաջ։ Մեր անձը չորոնենք, մեր անձի բաները չորոնենք, այլ Աստծունը որոնենք, իմանալով, որ կա Աստծո կամք, Աստծո վերին նպատակ, վերին կոչում։ Հալելույա։